Ներգանելյան Սպուտնիկ Արմենիան, պարոն Անենյան, ես դարձյալ ուզում եմ վերադառնալ Ֆիլիպին, հաշվի առնելով ձեր փորձառությունը նաև մաքսային ոլորտում, ուզում եմ հասկանալ ձեր պատկերացումը։ Սկզբում մեզ ասվում էր, որ այնտեղ լինելու է մաքսային այնպիսի ռեժիմ, որի դեպքում մեր սահմանապահները հսկելու են տարածքը, հիմա պարզվում է ինչ-որ մասնավոր ընկերություն է ստեղծվելու, Նիկոլ Փաշինյանն նույնիսկ ասում էր մարդու հետ գործ չեն ունենալու, ինչ-որ սարքեր կարող են դրվել, մարդիկ սարքերի միջոցով մաքսային գրանցումներ իրականացնեն եւ այլն։ Դուք ոլորտին որպես քաջատեղյակ անձնավորություն որքանով եք, ինչպես եք պատկերացնում այս ռեժիմի վերջո ինչպես եք գործելու, ով է ում հետ հանդիպելու այդ սահմանին, ով է անելու իր գրանցումները, ինչ ձևով են հավաքվելու մաքսատուրքերը, ով է լինելու դրա պատասխանատուն եւ այսպես ասած back office-ը, front office-ը իրենցից ինչ են ներկայացնում, ի վերջո ինչ ենք ունենալու մենք այդտեղ, ով է հսկելու մեր երկրի սահմանը։ Այսօրվա տեղեկատվության պայմաններում պետք է ազնվորեն ասեմ, որ չգիտեմ, չեմ պատկերացնում, որովհետեւ շատ դեպքերում մաքսային հսկողության վերաբերյալ դատողություններ են արվում, որը որ իմ փորձից ու իմ գիտելիքից մի քիչ անդին է։ Միգուցե ես մի քիչ պակաս գիտեմ, կարող է ասենք համաշխարհային փորձը հասել է նրան, որ մաքսային հսկողությունը առանց օրինակ հենց ֆիզիկական որոշակի գործառույթներ ներգործության հնարավոր է իրականացնել, դա ասեմ, որ հնարավոր չի։ Կարող է որոշակի գործառույթներ մոնիտորինգային կատարվի, բայց կան մաքսային ընթացակարգեր, որոնք որ իրենցից ենթադրում են ֆիզիկապես շփում մաքսավորի եւ քաղաքացու հետ։ Հետևաբար ես չեմ պատկերացնում իրենք ինչ են ուզում։ Ես կարող եմ ասել մենք ինչպես ենք պատկերացում։ Մենք պատկերացնում ենք, որ մեր սահմանային հսկողությունը, թե մաքսային, թե սահմանապահների հսկողությունը պետք է 100%-ով իրագործվի։ Մենք այդպես ենք պատկերացնում։ Եվ պատկերացնում եմ, որ դա նաև ԵԱՏՄ-ի մեր գործընկերների հետ մենք պետք է քննարկում անենք, որովհետև մեր սահմանը նաև ԵԱՏՄ-ի սահմանը։ Հետևաբար մեր մաքսային սահմանների նկատմամբ մաքսային գործընթացները իրականացվում են ԵԱՏՄ մաքսային օրենսդրության շրջանակներում։ Հետևաբար այդտեղ բազմաբնույթ ու բազմաբևեռ հարցեր կան, որոնք որ պետք է քննարկվեն։ Ես չգիտեմ այդ հարցերը քննարկվում են այսօր թե չէ, որովհետև տրիպի հետ կապված քննարկումներ ԵԱՏՄ-ի շրջանակներում համենայն դեպս տեղեկատվություն չունենք, չի էլ անոնսավորվում, լրահոսում այդպիսի բաներ մենք չենք տեսնում, չենք կարդում։ Նաև պաշտոնական եւ ոչ պաշտոնական լրահոսի նկատի ունեմ։ Հետևաբար ձեր հարցին այսօր պատասխանելը շատ բարդ է, որովհետև կան բազմաթիվ հարցեր, որոնք ուղղակի մենք չգիտենք, եւ բազմաթիվ անհայտներով հավասարում լուծելը ես հիշում եմ, որ մաթեմատիկայում կարելի է լուծել երկու անհայտով հավասարում, 3 եւ 4-ը, ոնց որ թե արդեն բարձրագույն մաթեմատիկա է, որոնք որ չլուծված խնդիրներ կան, էլի բարձրագույն մաթեմատիկայում դրանք լուծողները Նոբելյան մրցանակի են, էլի մրցանակի են արժանանում։ Հետևաբար չեմ կարող ասել այդ բազմաթիվ անհայտներով հավասարում ինչպես է լուծվելու։ Ես գիտեմ մեր մոտեցումը, բայց ես չգիտեմ մենք որ վերցրեցինք օրինակ ամբողջ գործընթացները, ես չգիտեմ թե իրավապայմանագրային եւ ոչ իրավապայմանագրային նաեւ ինչպիսի այսպես ասած գետնի վրա իրավիճակ կա, որը որ մենք դեռ պետքա շտկենք։ Հետևաբար մենք մի քիչ զգուշ լինենք, շատ բան չխոստանանք, հետո տեսնենք, որ այնքան շտկելու բան կա, որը որ շատ ավելի անմարդկային ջանքերը իրանից պահանջում։ Իսկ նման միջազգային փորձ կա արտապատվիրակելու մաքսային հսկողությունը մասնավոր ընկերության։ Գիտեք, կա, բայց ոչ այն երկրներում, որտեղ որ սահմանային դեռևս չլուծված խնդիրներ կան մեղմ ասած։ Հասկանում եք, հա, կարող է լինել։ Կարող են լինել եւ կա այդպիսի բաներ, բայց ոչ այն երկրում, որը որ մենք ենք կամ նմանատիպ երկրներում չի կարող նման բան լինել։ Շնորհակալություն եւ եթե կարելի է երկրորդ հարցը ուզում եի անդրադառնալ նաեւ երկաթուղու խնդրին, չգործող երթուղիները վերագործարկելու առաջարկներին եւ այլն։ Հանրային հեռուստաընկերությանը տված վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը ասաց, որ մանրամասն ուսումնասիրել է քարտեզը եւ գտել է նոր տարբերակ Ադրբեջանը Թուրքիային Իջևանի միջոցով միացնելու ամենակարճ ճանապարհը, որը անցնում է Ֆիարետովով, միանում է Վանաձոր Գյումրի երկաթգծին եւ դուրս է գալիս դեպի Թուրքիա, այսինքն Ղազախից հասնում են Գյումրիով դուրս են գալիս Թուրքիա։
Դուք ձեր քաղաքական թիմը ուսումնասիրել եք քարտեզը, գտել եք երկաթուղի վերագործարկելու ինչ-որ այլ միջոցներ կամ գուցե համաձայն եք Փաշինյանի հետ եւ նաեւ հրապարակ նետվեց այն թեզը, որ երկաթուղին ռուսական կողմը լավ չի ղեկավարում, լավ չի կառավարում, գուցե համաձայնության գանք եւ միասին տանք երրորդ որևէ երկրին։ Այս առաջարկին ինչպես եք նայում։ Տեսեք, մենք քարտեզին նայելով երկաթգիծ չենք կառուցում, որովհետև դա անում են մասնագետները եւ դա այլ գործընթաց է Իրանից ենթադրում։ Մենք ուղղակի գիտենք, որ կան կոնսերվացված ծրագրեր եւ այդ կոնսերվացված ծրագրերը մենք իրագործելու ենք։ Դա հյուսիս-հարավ երկաթգիծն է, որը 14 թվականին չինական կողմը կոնսերվացրեց, որովհետև որոշակի մեր կառավարությունը այն ժամանակ դոմինանտությունը տվեց հյուսիս-հարավ ավտոմայրուղում, այսինքն երկաթգիծը կոնսերվացվեց։ Բայց դրանից հետո տեղի են ունեցել շատ կարևոր իրադարձություններ, օրինակ Չինաստանը Անակլայում նավահանգիստ է կառուցում, որը այն ժամանակ դեռ չկար։ Այսինքն նավահանգիստը կառուցելու հետ կապված այդ ծրագիրը վերագործարկելու տնտեսական իրագործելիությունը բավականին խելամտության բարձր բան է ձեռք բերում։ Այդ մեկ։ Երկրորդը մենք գիտենք, որ այսօր էլ կա ես քննարկել եմ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի կողմից առաջարկող ծրագիրը, բավականին խելամիտ ծրագիր է եւ իր առաջարկները, որոնք որ բավականին փորձագիտական ճանապարհ են անցել, մենք դա վերցնելու ենք եւ իրագործենք։ Այսինքն մենք չենք փնտրում նոր բաներ, որոնք որ ականջահաճո են։ Այն ծրագրերը, որոնք կան, այդ ծրագրերը պետք է իրագործել։ Ու դա ինչ է նշանակում, տեսեք, Բաքու, Ղազախ, Խիջևան, Հրազդան, Երևան, Երաս, Նախիջևան, Կարս, այս հիմնական ուղղությունն է, որը մենք այսօր կարող ենք ունենալ։ Եվ Իջևան, Դիլիջան, Վանաձոր, Գյումրի, Կարս, այսա Խոսրով Հարությունյանը ունի փաստաթղթեր, մենք քննարկել ենք իր հետ եւ իր թույլտվությամբ եւ նաեւ մեծ պատրաստակամությամբ ինքը այդ թղթերը տվել է, այդ ռազրաբոտկաները, այդ ամբողջ փաթեթը տվել է, որ մենք ներառենք մեր տնտեսական ծրագրում։ Մենք այսպես ենք պատկերացնում, որովհետեւ դրան նախորդել են, ասենք, տեսեք, քարտեզով էլ եմ ասում, քարտեզը տեսել ու գտել է, այդ գիտեք, բան է, այդպես չի էլի։ Մասնագետներ կան, ռելիեֆի ուսումնասիրություն կա, բավականին բաներ կան, եւ պետք է մենք խորհուրդ տանք այսօրվա իշխանություններին, որ միջև հունիս ամիսը ձեռնպահ մնան ինչ-որ բաներ անելուց, որովհետև իրենք կարող է ամեն իրենց վարքագծային ինչ-որ մի հատ դրսևորում շատ ավելի խորացնում են խնդիրները, որոնք հետո պետք է վերականգնվեն ու դրանց շատ մեծ ջանքեր են բանանելու գործադրելու մենք դրանց համար։ Եվ լավ կլինի, որ մասնագետների հետ խորհրդակցեն։ Մասնագետների հետ խորհրդակցել է պետք։ Ձեր հարցին այսպես պատասխանեմ։ Քարտեզին նայելով բան չեն կառուցում, էլի։ Հասկանում եք։ Նայեք, երկաթուղին երրորդ երկրին փոխանցել այդ արտահայտությունը եկեք չասենք, որովհետև երկաթգիծը կարող է դու կոնցեսիոն համաձայնությամբ տա շահագործման։ Այնպես ինչպես որ այսօր օրինակ բանը RЖD-ն շահագործում է, չէ՞։ Հիմա արդյունավետության հարցը։ Հիմա ես կարծում եմ, որ այդ կոնցեսիոն պայմանագրի պոտենցիալը դեր կառավարությունը նույնիսկ չի նստել նայել փորձագիտական աչքով, տեսնի թե ինչ իրավունքներ ունի։ Այդ իրավունքների շրջանակներում ինքը մեր ռուս գործընկերներին պահանջներ առաջադրի։ Պահանջները, որոնք որ ներկայացվում են, դրանք որոշակի դեկլարատիվ բնույթի են։ Դրանք ավելի շատ ոչ թե գործընկերային ու տնտեսական են, այլ մի քիչ քաղաքական ենթատեքստ պարունակող են, էլի։ Դրանք կատարում են փակ բաների կաբինետներում, նստում են փորձագետները, ուսումնասիրում են կոնցեսիոն պայմանագիրը, եւ դա մեծ է այդ պայմանագիրը։ Իրենց պետք է ասեն, որ ամբողջ ծավալը նայեն, որտեղ այնտեղ հավելվածներ կա, ամբողջը կարդալուց հետո տեսնում են, թե ինչ հնարավորություն ունի կառավարությունը պահանջելու այն, ինչ որ պայմանագրային իր իրավունքն է։ Եվ դրա շրջանակներում պետք է գործընկերային բանով գնան առաջ։ Եթե ռուսական կողմը օրինակ կհրաժարվի իր պայմանագրային պարտականությունները կատարել, այդ ժամանակ իհարկե կան համապատասխան միջոցներ, այդ միջոցներից կօգտվեն բոլորը, բայց ես չեմ տեսել որևէ վարքագիծ, որ օրինակ RЖD-ն հրաժարվում։ Չի եղել նման քննարկում կամ քավլիցի, կարող է մենք չգիտենք դրա մասին։ Համենայն դեպս հանրությունը տեղյակ չի այդպիսի քննարկման վերաբերյալ։